Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մի կողմից մենք տեսնում ենք, որ Ադրբեջանում շարունակվում է հայատյացության այդ քարոզը, ընդ որում նախադպրոցական տարիքից եւ ավելի բարձր։ Մյուս կողմից Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են որոշ միջազգային կառույցներում, նաեւ հայ այսպես կոչված քաղաքասարակության ներկայացուցիչների այցի ընթացքում ուղերձ են հողում հայ հասարակությանը, որ իրենք այլևս խաղաղություն են կնքել եւ երկու երկրների միջև այլևս խաղաղություն է։ Եթե խաղաղություն է, ինչու Ադրբեջանը նաեւ սեփական հասարակությանը այդ ուղերձը չի հողում, այլ հայ հասարակությանը եւ որոշ միջազգային կառույցներ։ Դե այդ ամեն ինչը ցույց է տալիս, որ իրականում Ադրբեջանը խաղաղության օրակարգ չի որդեգրել։ Եվ դրա կարևորագույն դրսևորումներից մեկը եղավ վերջերս, երբ որ Եվրոպական միության հետ այդ համաձայնագրի կնքման վերաբերյալ Ադրբեջանը անմիջապես հայտարարեց, որ այդ համաձայնագիրը խախտում է կամ հակասում է հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին։ Ամենահետաքրքիրն է, որ իրենք չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց արդեն իրենց վերապահում են իրավունք խոսել նրա մասին, որ Հայաստանի գործողությունները հակասում են այդ օրակարգին։ Սա ցույց է տալիս մի բան, Ադրբեջանը արդեն իրան վերապահում է, անգամ առանց որևէ պարտավորություն ստանձնելու Հայաստանի նկատմամբ, արդեն իրան երևակայում է որպես մի պետություն, որը կարող է պատասխան պահանջել Հայաստանից, ինչ որ դեռևս իրավական ուժի մեջ չմտած պարտավորությունների համար։ Ընդհանրապես Ադրբեջանը կարծես խաղաղությունը պատկերացնում է այսպես, որ Հայաստանը պետք է ամեն ինչում ենթարկվի եւ հնազանդվի Ադրբեջանին։ Պետք է սահմանությունը փոխի իր ուզած ձևով, պետք է իր ուզած ձևով Զանգեզուրի Միջանցք տրամադրի, պետք է վերադարձնի ադրբեջանցիների Հայաստան եւ այլն, փոխի բանը զինանշանը, Արարատը հանի զինանշանից։ Այս պահանջները անվերջ են ու մշտապես դրվում են Հայաստանից առաջ։ Հիմա էլ պարզվում է, որ Եվրոպական միության հետ էլ իրավունք չունենք ինչ որ համագործակցության համաձայնագրեր ստորագրել, ընդ որում ոչ մի դրույթ չկա, որ ասենք կարելի էր ընկալել որպես ինչ որ սպառնալիք Ադրբեջանի նկատմամբ։ Սա բացարձակ բան է, ահաբեկչության քաղաքականություն է Հայաստանի նկատմամբ։ Եվ դա ցույց է տալիս, թե ինչքան մեծ խաբեբայ է Նիկոլ Փաշինյանը, երբ որ նա փորձում է չեղած խաղաղությունը մեզ ծախել որպես ինչ որ մի հատ երանելի արդեն վիճակ, որտեղ մենք պետք է հանգիստ նստենք տեղներս եւ վայելենք խաղաղությունը, այդ իր արտահայտությունն է։ Սա ցույց է տալիս ամբողջ սնանկությունը Նիկոլ Փաշինյանի պնդումների։ Սա ցույց է տալիս, որ մի մարդ, որը մեզ մենակ պատերազմ է բերել, չի կարող բերի խաղաղություն։ Ինքը մեզ մենակ պատերազմ է բերել։ Իր 7.5 տարվա կառավարման ժամանակ մենք ունեցել ենք Ադրբեջանի հետ արդեն 10 ռազմական բախում։ 10 ռազմական բախում։ Մի դեպքում, չգիտեմ, 4000 մարդ են կորցրել, մի դեպքում 200 մարդ, մի դեպքում առանց մարդկային կորուստների է տեղի ունեցել, տարածքներ են կորցրել եւ այլն, բայց մենք ունեցել ենք 10 ռազմական բախում։ Ու դուք պատկերացրեք, որ այս մարդը, որը պատասխանատու է այս ամենի համար, հիմա ուզում է ներկայացնել այնպես, ոնց որ իր կառավարումը Հայաստանին բերել է խաղաղություն, որը չկա, բլեֆ է, հերթական խաբեությունն է։ Պարոն Զոհրաբյան, տեսեք, մի կողմից Ադրբեջանի նախագահը մեզ հիշեցնում է 300 ադրբեջանցիների վերադարձի մասին եւ ասում է, որ Հայաստանի կառավարությունը բավարար քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Մյուս կողմից մենք լսում ենք այն մասին, որ ադրբեջանական վառելիք է գալու Հայաստան։ Սա ինչ է ինչի համար է սա արվում, այսինքն այս հակասությունների եւ հակադրությունների քաղաքականությունը ինչին է միտված։ Եվ այդ վառելիքը արդյոք տնտեսական նշանակություն ունենալու է Հայաստանի համար, թե սա քաղաքական հերթական հաղթաթուղթն է Փաշինյանի համար։ Փաշինյանը հանձնվել է այս կապիտուլյացիոն գործընթացին։ Փաշինյանը ուղղակի կատարում է այն, ինչ որ պետք է Ադրբեջանին։ Այո, Ադրբեջանին շատ ձեռնտու է ստեղծել մի իրավիճակ, այդ Զանգեզուրի, այսպես ասած, միջանցքի բացմամբ,
եւ այդ մատակարարումներով, որում Հայաստանը բնակարար պլանը հետեւյալն է, որ պետք է հրաժարվի Ռուսաստանի վառելիքից, պետք է հրաժարվի որևէ հեռանկարից Իրանից ստանալու այդ վառելիքը եւ ամբողջությամբ նստի ադրբեջանական ասեղի վրա։ Ինչ է նշանակում նստել Ադրբեջանի ասեղի վրա։ Դա նշանակում է այն, որ Ադրբեջանը տրանզիտային ճանապարհները, նավթը, բենզինը, գազը դարձնելու է Հայաստանի վրա ազդելու լծակներ, որոնք ինքը օգտագործել է բացառապես մի նպատակով իր Հայաստանի ադրբեջանացման ծրագիրը շատ խաղաղ շնորհքով, ոնց որ կասեր մի մարդ, երբ որ խոսում էր ներխուժման մասին, անցկացնելու համար։ Էսա, ուրիշ բան չկա տակը։ Այս իշխանությունները այդպես էլ չհասկացան կամ իրանց հիմարի տեղ են դրել, որ Հայաստանի ինքնիշխանությունը կարող է ապահովի մենակ մի դեպքում, եթե մենք հնարավորություն ունենք հավասարապես Ադրբեջանից էլ ստանալ այդ բաները, նավթը, գազը, ինչպես նաև օգտագործել Ադրբեջանի տրանզիտային ուղիները, բայց նաև լինել անկախ մեր ընտրության մեջ այլ հնարավորությունների, այսինքն նույն նավթ ու գազը մենք կարողանանք ստանալ Ռուսաստանից, Իրանից, նաև ունենանք ճանապարհներ, որոնք չեն անցնում ոչ Ադրբեջանի, ոչ Թուրքիայի բանով, տարածքով, այլ օրինակի համար ապահովում են մեր կապը Իրանի հետ եւ Իրանի միջոցով Պարսից ծոցի հետ, դա հենց ուղիղ դրա համար է, որ Հայազգային կոնգրեսը առաջարկում է կառուցել Հայաստանը Իրանի հետ կապող երկաթուղին, որովհետեւ այդ երկաթուղու կառուցումը մի նոր մակարդակի է բարձրացնում Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ կարողությունը ինչ որ չափով հրաժարվել Ադրբեջանի կողմից փաթաթվող պայմաններից։ Ճիշտ եմ հասկանում, որ Ռուսաստանից մեր էներգագիրները անկախացնելով Չայկերտներում իհարկե մեզ փորձում են կախյալ դարձնել հենց ադրբեջանական ձեր ասած ասել։ Պատրաստվում է հետեւյալը, որ պետք է Ադրբեջանի ճնշման ներքո մենք հրաժարվենք ընդհանրապես Ռուսաստանի շուկայից եւ դառնանք կախված եւ Իրանի շուկայից եւ դառնանք բացարձակապես կախված ադրբեջանական վառելիքից։ Սա նպատակ է, որ այսօր Ադրբեջանը հետապնդում է։ Իսկ նորմալ ինքնիշխան Հայաստանի իշխանությունները պետք է այլ կերպ վարվեն, նրանք պետք է պահպանեն բալանսը, պետք է պահպանեն բոլոր այդ շուկաներից վառելիք գնելու հնարավորությունը։ Դա ուղիղ այն է, ինչ որ այս իշխանությունը ի վիճակի չի անելու։ Մի հարց էլ, պարոն Զոհրաբյան, դուք իհարկե Մինսկի խմբի հետ հրապարակված փաթեթի մասին շատ մանրամասն խոսել եք, ես ձեր ասորիսը հիշում եմ, բայց ուզում եի հարցնել ձեզ համար ի վերջո հայտնի է, հստակ է ձեզ համար, թե ինչ եղան QST փաստաթղթերը եւ եթե կարելի է նաեւ այդ իրենց թերթում հրապարակման մասին խոսվում էր, այսինքն իրենք ասում են, որ պարոն Տեր-Պետրոսյանի շտաբն է փոխանցել իրենց, կխնդրեմ այս հարցը պարզաբանել։ Ես արդեն դա պարզաբանել եմ իմ ասուլիսում։ Ասել եմ, որ QST փաստաթուղթը դա երբեք չի եղել Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական առաջարկ, դա եղել է այսպես կոչված դիվանագիտական լեզվով non-paper, այսինքն ոչ պաշտոնական աշխատանքային փաստաթուղթ, որի վրա աշխատել են խաղաղության գալու նպատակով եւ հետեւաբար, քանի որ դա եղել է ոչ աշխատանքային, ոչ պաշտոնական փաստաթուղթ, դա չի պահպանվել որևէ տեղ։ Իսկ ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի շտաբից հայկական ժամանակին այդ փաստաթուղթը հանձնելուն, ես լինելով այդ շտաբի անդամ բացարձակապես տեղյակ չեմ, որ որևէ մեկը նման բան արել է, բայց չեմ բացառում, որ կարող է այդպես բան լինի եւ ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ, եթե ինչ որ մեկին հասանելի է եղել այդ փաստաթուղթը, չգիտեմ, կարող է Արամ Սարգսյանն ա տվել կամ ուրիշ մարդ, ինքն էլ է շտաբի բան եղել, իրենք իրանց կանալներով կարող է ունենային դա, եթե տվել է, շատ էլ լավ է արել։ Ինչ կա այդտեղ, ինչ խնդրեմ կա, բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ բանին անդրադառնամ։ Այս QST փաստաթղթի հետ աղմուկը հետապնդում է լրիվ ուրիշ նպատակ, որովհետև գլխավոր խնդիրը եւ գլխավոր սենսացիան այս
փաստաթղթերի հրապարակման հետ կապված է 2019 թվականի հունիսի պլանի հետ, որը վերջապես մեր ճնշման տակ հրապարակվեց եւ որը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է այս պատերազմի համար։ Բարձ երևում է դա։ Մեզ առաջարկվել է փաստաթուղթ, որին Ադրբեջանը պատրաստ էր ընդունել որպես բանակցությունների հիմք, իսկ Հայաստանը թքել է Մինսկի խմբի համանախագահների ճակատին։ Պատասխան չի տվել, գնացել է պրովոկացիոն քայլերի, բացել է պատերազմի դուռը, ջարդել է այն զսպման մեխանիզմը, որը Մինսկի խումբը ծառայում էր, որ Ադրբեջանին թույլ չտար այդ պատերազմը սկսելու։ Ինքն է արել պատերազմի դուռը, բացել է, այդ ջինին, այդ բանից լամպից բաց է թողել Նիկոլ Փաշինյանը իր գործողություններով։ Այս սա է, որ Նիկոլ Փաշինյանը երբ որ ստիպված գնում էր այս բանի հրապարակման, որտեվ չէր կարող այլևս հիմնավորել, թե ինչու չի գաղտնազերծում, ինքը մի քանի բան կառուցեց, քայլ արեց, որպեսզի այդ աղմուկը ինչքան հնարավոր է քչացնի։ Եվ դրա մեջ մեկը այդ էր, որ չեղած պաշտոնական առաջարկը, որտեվ Քիվեստի առաջարկ չի եղել, ինչպես արդեն ասացի, դա ճխտել են այդ փաստաթղթերի մեջ։ Մենք չենք ասում, մենք ասում ենք պաշտոնական փաստաթղթերը տպի, ոչ թե հայկական ժամանակը ինչա տպել, ում տված բաները փաստաթղթերով։ Սերժ Սարգսյանի նամակն էլ ըստ էության ինքը փորձեց այդ Քիվեստի աղմուկի տակ թաքցնել 2019 թվականի իր հանցագործությունը, ոճրագործությունը, դե լավ է որ չստացվեց, չէ, բայց մի հատ էլ երկրորդ բան արեց, անմիջապես եղավ ձերբակալությունը Արշակ Սրբազանի եւ այս Գյումրիի այս աղմուկը, բան եւ այլն, էլի բոլորին շեղեց դեպի եկեղեցու վրա այդ հարձակումները։ Այսինքն ինքը որպես փորձառու PR մենեջեր իր մեղքերը, իր հանցագործությունը, իր ոճրագործությունները, երբ որ դրանք բացահայտվում են, անմիջապես ինքը փորձում է դա կառավարել այդ ինֆորմացիոն հոսքերը, ստեղծել ինչ որ շեղող, ինչ որ աղմուկներ, հասարակության ուշադրությունը տանելով այլ ուղղություններով եւ այլն, որը իրան հաջողվում է, որովհետեւ ուղիղ օրը, երբ որ մենք բացահայտեցինք այս 2019 թվականի փաստաթղթի ամբողջ հետ կապված իր ամբողջ մեղքերը, այդ օրը Արշակ Սրբազանը ձերբակալեցին եւ թեման շեղվեց եկեղեցու ուղղությամբ։ Բայց ես կարծում եմ, ես կրկնում եմ իմ այն արտահայտությունը, որ ես արել եմ այդ ասուլիսի օրը, որ այս 2019 թվականի փաստաթուղթը եւ Նիկոլ Փաշինյանի պատասխանը այդ փաստաթղթին մեր ժողովուրդը իր քթից է բերել։ Մենք իր քթից բերելու ենք սա։ Այս թեման երբեք չի կարելի մոռացնել տալ, որովհետեւ գլխավոր հանցագործությունը, ոճրագործությունը, որը արդեն ապացուցված է, ես ինչպես ասացի, մաթեմատիկորեն, դա Նիկոլ Փաշինյանի վարմունքն է 2019 թվականի խաղաղության պլանի վերաբերյալ, որը ինքը իր գործողություններով պայթեցրել է, բերելով մեր վրա կործանարար պատերազմ, որը մենք հաղթելու ոչ մի շանս չունենք։ Դա արել է Նիկոլ Փաշինյանը։ Ու այս թեման իր քթից իսկապես պետք է բերել։ Ինքը սրանից փախնելու հնարավորություն չպետք է ունենա։ Պարոն Զուրաբյան, միգուցե նաև դրան էլ եք անդրադարձել, բայց ամեն դեպքում հարցնեմ, եթե թույլ տաք 19 թվականի առաջարկների մասին այդ ժամանակ գիտեիք արդյոք եւ ես հիշում եմ, որ 19 թվականի առաջարկների մասին գիտեիք արդյոք 19 թվականին, այսինքն այն ժամանակ, որովհետեւ կան մարդիկ, որ գիտեին, ոմանք ոչ, ուզում եմ հասկանալ ձեր ուժը գիտեր արդյոք եւ այն քննարկվել է արդյոք նախագահի հետ։ Մենք ոչ մի ինչ որ գաղտնի դիվանագիտական կանալով ոչ մի բան չենք իմացել։ Մենք իմացել ենք այն, ինչ որ մամուլում ասվում էր, երբ որ Լավրովը ասում էր, որ կա լուրջ փաստաթուղթ, այդ անունը դրեցին Լավրովի պլան, այդ 5 շրջանի վերադարձի 5+2 էին կոչում այդ ժամանակ այդ փաստաթուղթը, դրա մասին բոլորը խոսում էին, բայց Փաշինյանը մերժում էր, ասում էր չկա ոչ մի փաստաթուղթ։ Այդ հիշում եք, մինչև 20 թվականի պատերազմը։ Պատերազմից հետո արդեն 21 թվականի հունվարի 14-ին Իգոր Պոպովը, Ռուսաստանի համանախագահը մի հոդված հրապարակեց, որը կա հիմա ռուսական արտգործնախարարության պաշտոնական կայքում,
որում ինքը ինչ որ մանրամասներ բացեց այդ պլանից, մասնավորապես այն հարց, մասնավորապես այն մանրամասնը, որ ընդամենը 5 շրջան պիտի վերադարձնենք, իսկ այն Քելբաջարի հետ կապված հարցը եւ Լաչինի ոչ միջանցքային մասի հարցը արդեն կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման հետ, ինչը նշանակում էր, որ ըստ էության մենք մնում էինք սերունդներ շարունակ վերահսկելով ամբողջ Արցախը եւ Քելբաջարն ու Լաչինը, որտեվ վերջնական ստատուսը չէր լուծվելու, այնտեղ լուծում չկար, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գալ համաձայնության։ Այսինքն Էդ էլ ընդեղից իմացանք։ Դրանից հետո մեզ համար դարձավ, այո, գլխավոր նպատակներից մեկը ստիպել Նիկոլ Փաշինյանին այդ պլանը հրապարակել։ Եվ հրապարակումից հետո մենք արդեն տեսանք, որ սենսացիա է սա, որտեղ շատ ավելի լավն է, քան մենք պատկերացնում էինք։ Եղել, որովհետև ոչ միայն մենք մնում էինք Արցախը, Քելբաջարը, Լաչինը պահելով, ամբողջ պարագծով միջազգային խաղարար ուժեր էին տեղակայվում, իսկ այդ 5 շրջանը, որ պիտի հանձնենք, այնտեղ ադրբեջանական բանակ կամ ուժային կառույցներ չէին մտնելու, պիտի մտնեին միայն քաղաքացիական իշխանություններ եւ այնտեղ պիտի տեղակայվեն այդ նույնպես պիտի տեղակայվեն այդ միջազգային ուժերը։ Բացի դրանից Հայաստանին տրվում էր Լեռնային Ղարաբաղի երաշխավորի կարգավիճակ, ինչը նշանակում է լեգիտիմացում էր մեր հնարավոր ռազմական միջամտությունը, եթե Ադրբեջանը խախտում է, միջազգայինորեն դա լեգիտիմացվում էր։ Բացի դրանից 3 պետություն, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիան ու Ռուսաստանը դառնում էին Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։ Բացի դրանից ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն էր դառնում այդ անվտանգության երաշխավորը։ Այսինքն մենք ունենում ենք մի փայլուն երաշխավորված խաղաղություն Լեռնային Ղարաբաղով, Քելբաջարով, Լաչինով, այս դետալները սենսացիոն են, այս բաները, որ իմացանք, ասում ենք, չգիտեմ, Նիկոլին, այս հիմա մի պատկերավոր եմ ասում, կախելը քիչ է։ Ինքը իսկապես նման պլանից հրաժարվել է ու տանել է մեզ դեպի պատերազմ, ինքը էլ պետք է պատասխան տա այդ ամեն ինչի համար։ Դա անգրագիտության հետևանք էր, դավաճանության հետևանք էր, ապաշնորության հետևանք էր, ճղճղանության հետևանք էր, հիմարության հետևանք էր, այս սրա պատասխանը պիտի տանք։ Մենք հիմա շատ հնարավոր է պարզվի, որ բոլորը միասին է խաղացել դեր այս ամեն ինչի մեջ։ Վերադարձի տարածքներ վերադարձի մասին խոսել է շանսի։ Ինչ անշանկում պայմանավորվածություն։ Նկատի ունեմ նոյեմբերի 9-ին այս տարվա Ադրբեջանի հետ, որ ինքը պետք է հրաժարվի այդ պլանից ու հետո գնան պատերազմի, այդ նկատի ունեք։ Գիտեք ինչ, հիմա մենք կարանք երևակայության զոր տանք, ամեն ինչ էլ մտածենք։ Ինչու եմ ասում, որովհետև ըստ էության Ադրբեջանի արտգործնախարարը այդ մասին խոսել էր նոյեմբերի 9-ին, ասել էր, որ Ալիև-Փաշինյան առաջին հանդիպման ժամանակ եղել է պայմանավորվածություն, Ալիևը բարձրաձայնել է հողերը վերադարձնելու հարցը, Փաշինյանը համաձայնել է, հետո երկրորդ հանդիպմանն ասել է դու ուզում ես որ ինձ սպանեն եւ հրաժարվել է դրանից։ Այսինքն չի եղել պայմանավորվածություն, սկզբից ասել է հա, հետո հրաժարվել է։ Բայց այդ է խնդիրը։ Խնդիրը հենց այդ է, որ կար լավ պլան, ել չեմ ասում, որ դրան այդ ամբողջ պլանը, որ ես նոր նկարագրեցի, որը շատ նպաստավոր էր, այդ ամբողջի վրա էլ Պուտինն ու Լուկաշենկոն առաջարկում են $5 միլիարդ էլ դնել Լեռնային Ղարաբաղի զարգացման վրա եւ Հայաստանի զարգացման վրա։ Բայց ինքը իրան գժի տեղ դրեց դուս եկավ, այդ հիշում եք, այդ հայտնի իր արտահայտությունը։ Այս սրա բացատրությունը ինքը պետք է տա։ Իսկ ավելի ճիշտ է, որ իրանից չսպասել ոչ մի բացատրություն, որտեղ ինքը զբաղվելու է միայն խաբեությամբ։ Այսինքն մեղավոր մարդը, խաբեբա, ստախոս, ոճրագործը, ինչ անում, անընդհատ ինչ որ նոր պատճառ է հնարում, որը իր կարծիքով ավելի համոզիչ կերպով կարդարացնի իր ոճրագործությունը։ Մեր ժողովուրդը չպետք է մտնի այդ իրանից ինչ որ պատասխան սպասելու մեջ։ Մեր ժողովուրդը ընդհանրապես պետք է հասկանա, որ գործ ունի խաբեբայի հետ։ Խաբեբա, ոճրագործ, անշնորհ, ապաշնորհ մի ղեկավարի հետ, որին առաջնահերթությունն է հեռացնելը։